Ես կարծում եմ իշխանությունները փորձում են ամեն գնով ստեղծել ֆոն, որպեսզի կամ գոնե առնվազն հասնեն նրան, որպեսզի ընտրողների աչքերում իջեցնեն մեր ուժի արժեքը, կամ իսկ լավագույն տարբերակը նրանց համար կլինի այն, որ նրանք հասնեն, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին, բայց ես կարծում եմ երկու տարբերակը նրանց չի հաջողվելու, իսկ ինչ վերաբերվում է ձայնագրություններին, մենք այդպիսի ձայնագրություններ արդեն բազմիցս տեսել ենք, լսել ենք, ոչ միայն այս գործով, նաև նախորդ գործերով, որոնք հետո պարզվել է, որ մոնտաժված են եղել եւ երբ որ այդ ոչ մոնտաժված ձայնագրություններն եք լսում, դուք տեսնում եք, որ իրականում դրանք այդ ձայնագրությունները ընդհանրապես այլ բանի մասին են եղել։ Իսկ այս ձայնագրությունների դեպքում նրանք էլի հերթական անգամ կտրտած տարբեր կտորներ են իրենց համար ցանկալի վերցրել եւ հանրայնացրել, որպեսզի ընդհանրապես մարդկանց մոտ բացասական տպավորություններ ստեղծեն։ Այդուհանդերձ այդ ձայնագրությունը, որը վերաբերվում է ուժեղ Հայաստան կուսակցության անդամների, բառամթերքը բավականին քննարկվեց, թե ինչ բառամթերքով են միմյանց դիմում նաև ընտրողների ձեզ համար որպես այդ ուժի ներկայացուցիչ ընդունելի է նման բառամթերքով խոսելը։ Տեսեք, մենք ունենք 30,000-ից ավել մեր անդամներ, որոնք իհարկե մեր համար ընդունելի չի նման բառամթերքը, բայց դուք եք հասկանում, որ նրանց մեջ բոլորի մեջ եւ բոլոր քաղաքական ուժերի մեջ եւ մեր հայրենակիցների մեջ էլ կլինեն տարբեր մարդիկ, տարբեր ուժերի համակիրներ, որոնք իհարկե շատ ժամանակ իրենց բառամթերքում կարող են ոչ ճիշտ արտահայտվել մեր քաղաքացիների հասցեն։ Մենք միանշանակ չենք ընդունում այդ բառամթերքը եւ դուք տեսնում եք, որ մենք հենց առաջի դեմքի մակարդակից սկսած միշտ եղել են քաղաքակիրթ խոսույթի կողմնակից եւ միշտ մեր խոսույթը եղել է մաքսիմալ քաղաքակիրթ։ Իսկ բառամթերքի մասով ես կարծում եմ մեր իշխող ուժին է պետք ամենաշատը դիմել, որ հենց առաջի դեմքից սկսած նրանք նույն բառամթերքն են ամբողջ օրը օգտագործում եւ կարծում եմ արդեն ամեն ինչ պարզ է, թե ով ինչ արժե համակարգի տիրապետող ուժ է։ Ներեցեք, իսկ կապված անվանման հետ դաշինքի, գիտենք որ ազգային ժողովը Դե դա իրավաբանական հարց է արդեն, հիմա մեր իրավաբանները այդ հարցերով զբաղվում են, այս պահին այդ մասով շատ բան չեմ կարող ասել, ես կարծում եմ շուտով արդեն ամեն ինչ պարզ կլինի, թե մենք ոնց ենք ներկայանալու եւ ինչ անունով, ինչ տեսքով, շատ բան իհարկե չի փոխվի, բայց կարծում եմ օրենքին համապատասխանեցվի։ Իսկ կարծում եք անունը անելի ջրազդեցություն կունենա եւ ծածելակերպի վրա։ Մենք ամեն ինչ կանենք, որ ազդեցություն չունենա։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։